Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, Civilnet-ի տաղավարում այսօր ես հյուրընկալել եմ իրանագետ Վարդան Ոսկանյանին, բարև ձեզ, պարոն Ոսկանյան։ Այսօր կխոսենք Իրանի հետ հարաբերություններից եւ արտաքին քաղաքականության մեջ իրանական ուղղությունից։ Պատճառը կարծում եմ կարելի է գուշակել վերջերս ռուսական երկաթգիծ ընկերության տնօրեն Վլադիմիր Յակունինը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան կառուցվելիք երկաթգիծը կամ նախագիծը այդ երկաթգծի կառուցման ոչ շահավետ է կոմերցիոն տեսակետից եւ պատուհան է ոչ մի տեղ, այսինքն պատի վրա պատուհան է բացում, որը նայում է ոչ մի տեղ։ Փորձենք հասկանալ Իրանը ինչպիսի հնարավորություններ ունի, որից կարող է օգտվել շրջափակման մեջ գտնվող Հայաստանը։ Իրանը տնտեսական առումով ինչպիսի գործոն է մեր հարևանությամբ։ Ընդհանուր առմամբ բնական է, որ Իրանը մերձավոր արևելյան տարածաշրջանում կայունության միակ օջախն է, տնտեսական հզոր կարողություններ ունեցող երկիր, բնական չափազանց հարուստ պաշարներ ունեցող երկիր, կարևոր աշխարհագրական դիրք զբաղեցնող երկիր եւ այս տեսանկյունից Հայաստանի եւ Իրանի սահմանակից լինելու հանգամանքը միայն կարող է ծառայել ի նպաստ մեր երկրի։ Ինչ վերաբերում է կոնկրետ անձի հայտարարությանը, ապա շատ դժվար է մեկնաբանել, թե ինչ պատճառներից ելնելով է մարդը, որը 1 տարի առաջ ընդամենը պնդում էր, որ այդ երկաթուղու կառուցումը կարևոր է, անհրաժեշտ է, 1 տարի հետո այդպես փոխում իր կարծիքը։ Ես կարծում եմ, որ անկախ նրա արտահայտած կարծիքից այս Հայաստան-Իրան երկաթուղին Հայաստանի Հանրապետության համար պետք է լինի առաջնային ծրագրերից մեկը, ինչու մի քանի պատճառներ կան, որոնցից ամենակարևորը դա նման երկաթուղու գործարկումով մենք ուղղակի կզրոյացնենք, առ ոչինչ կդարձնենք թուրք-ադրբեջանական բոլոր ջանքերը Հայաստանը պահելու շրջափակման մեջ շարունակելու այդ թշնամական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, եւ երկրորդը Հայաստանը կարող է դառնալ կարևոր տրանզիտային տարանցիկ երկիր եւ ամենակարճ ուղին, որի միջոցով Պարսից ծոցի տարածաշրջանը, իսկ Պարսից ծոցի տարածաշրջանի միջոցով նաեւ հեռավոր արևելքը, Չինաստանը, հարավ-արևմտյան Ասիան, Հնդկաստանը եւ այլն, կկապվեն Սև ծովին, իսկ Սև ծովի միջոցով Եվրոպային, այսինքն դրանից կարճ ուղի ուղղակի չկա, եթե նայենք մենք քարտեզին, ապա այդ ամեն ինչը շատ հստակ է, շատ պարզ է։ Եվ տարօրինակ է, որ նման պատասխանատու դիրք զբաղեցնող պաշտոնյան քարտեզին հավանաբար չի նայում, հայտարարելով, որ պատի մեջ բացված լուսամուտ է դեպի մեկ այլ պատ։ Եթե մերձավոր արևելքը պատ է, եթե Պարսից ծոցը պատ է, ապա զարմանալ կարելի է, թե ինչու է այդ տարածաշրջանը այդքան մեծ կարևորություն ներկայացնում համաշխարհային բոլոր խաղացողների համար։ Այսինքն Պարսից մենք այդ երկաթգծով, այսինքն երբ միանանք իրանական երկաթգծային ցանցին, դուրս են գալիս Պարսից ծովով միանգամից Հնդկական օվկիանոս։ Այո, միանշանակ եւ փաստորեն մինչեւ Մարանդ Հայաստանի սահմանից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա այդ երկաթուղին այժմ կա եւ իրանական կողմը մոտ 80 կիլոմետր պետք է շարունակի հասցնելով այդ Հայաստան-Իրան սահմանային անցակետին եւ մեր կողմից էլ մոտավորապես 400 կիլոմետր մի փոքր ավել կամ պակաս տարբեր հաշվարկների համաձայն երկաթուղի է պետք կառուցել, ըստ որում 400 կիլոմետր շատ չէ։ Մոտավորապես 400 կիլոմետրի սահմաններում։ Այսինքն Երևանից են հասցնում թե ուրեմն կա տարբեր նախագծեր, ես ինչքան գիտեմ հիմնականը այժմ քննարկվող տարբերակը դա Գագարինից, հավանաբար Սելիմի այդ Լեռնանցքի ուղին ընտրելով միացնել Վայոց ձորին եւ այնուհետեւ շարունակել Սյունիքի մարզով դեպի իրանական սահման, չնայած տարբերակներ կային Երասխի այդ հատվածը միացնելու իրանական սահմանին, քանի որ Երասխում փաստացիորեն Նախիջևանի հետ փակ սահմանի պայմաններում մեր երկաթուղին ավարտվում է եւ երրորդ տարբերակը կար Վարդենիսի միջոցով, ինչքանով ես տեղյակ եմ հիմնական քննարկվող այժմ տարբերակը այդ իմ նշած երկրորդ տարբերակը։ Այսինքն Երասխից մինչև Մեղրի։ Ոչ, Գագարինից մինչև Մեղրի ընդհանուր գնահատվում է այս ամբողջ գործընթացի գինը, եթե այսպես ասենք, մոտ 3-ից 3.5 միլիարդ դոլարի սահմաններում է գնահատվում, եթե այստեղ կոմերցիոն գործոնն էր Յակունինը առաջ քաշում, որ կոմերցիոն տեսակետից ինքը այդ երկաթգծի արկայությունը ոչ շահավետ է, այսինքն կառուցում են եւ ոչ Իրանը, ոչ Հայաստանը որևէ գումար չի աշխատում։ Եթե համարենք նույնիսկ, որ այս երկաթուղին կոմերցիոն տեսանկյունից
ձեռնտու չի, չնայած տնտեսագետներ կան, որոնք պնդում են, որ համապատասխան բեռնվածության դեպքում այն կարող է լինել շատ շահութաբեր եւ եկամտաբեր, ապա աշխարհաքաղաքական իմաստով այս նախագիծը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն։ Հայաստանի համար ունենալով կենսական նշանակություն, բնականաբար, եթե հաշվի առնենք, որ ռուս-հայկական հարաբերությունները գնահատվում են որպես դաշնակցային, ես կարծում եմ, որ նույնպիսի նշանակություն դա պետք է ունենա կամ առնվազն այս հանգամանքը պետք է բացատրվի ռուսական կողմին։ Եվ կոնկրետ կառավարիչի հայտարարությունը ես չեմ կարծում, որ պետք է հիմնակար դիտել ռուսական կողմի հստակ դիրքորոշման։ Առաջիկայում ավելի պարզ կլինի, թե ռուսական կողմը քաղաքական իմաստով ինչպիսի դիրքորոշում ունի այս խնդրի։ Այստեղ մենք չենք խոսում նաև Վրաստանից մեր կախվածության թուլացման մասին, մեր ապրանքաշրջանառության 70%-ը կատարվում է Վրաստանի տարածքով եւ 2008 թվականը մենք հիշում ենք, երբ այնտեղ պայթեցվեց ընդամենը 1-2 կամուրջ եւ մենք կանգնեցինք էներգետիկ ճգնաժամի առջև, կարծես վառելիքի ճգնաժամի։ Իհարկե, Հայաստանի համար սա ունի նաև զուտ անվտանգության առումով շատ կարևոր նշանակություն, շատ ճիշտ նշեցիք, Հայաստանը ստանում է այլընտրանքային ելք, ըստ որում ելք փաստորեն օվկիանոս, դեպի օվկիանոս, տեսեք անընդհատ հայ իրականության, հայ մտքի մեջ անընդհատ խմորվում է դեպի ծով ելքը։ Մենք այս երկաթուղու ծովն ենք մենք հիմնականում։ Այո, այս երկաթուղու միջոցով մենք դուրս ենք գալիս Իրանի վրայով, Պարսից ծոց, Հնդկական օվկիանոս եւ Հայաստանը, եթե մի փոքր պատկերավոր արտահայտվելու լինենք, մի կողմից ելք է ստանում դեպի ծով, տրանսպորտային իմաստով, սև ծով, մյուս կողմից դեպի օվկիանոս եւ դառնում է շատ կարեւորագույն խաղացող ոչ միայն հարավային Կովկասով, խոսքս միայն տնտեսական գործոնի մասին չէ, այլ նաեւ քաղաքական եւ աշխարհաքաղաքական իմաստով։ Ոչ միայն հարավային Կովկասում, այլ նաեւ ընդհանրապես ամբողջ մերձավոր արևելքում եւ նաեւ ինչու՞ չէ հեռավոր արևելքի եւ հարավ-արևմտյան Ասիայի երկրների համար։ Այս տեսանկյունից Հայաստանի անվտանգությունը նման նախագծի գործարկումից հետո այլևս դադարելու է վերաբերել միայն Հայաստանին կամ Հայաստանի դաշնակից երկրներին եւ այստեղ հայտնվելու են նաեւ տնտեսական շահեր ունեցող համաշխարհային խաղացողներ, այնպիսին ինչպիսին Չինաստանն է, որը ի դեպ դատելով դաշտում արկա տեղեկատվությունից մարտին կայացած Հայաստանի Հանրապետության նախագահի այցի ընթացքում որոշակի հետաքրքրություն է արտահայտել Մետաքսի ուղի այդ հայտնի հայեցակարգի շրջանակում։ Այդ երկաթգիծը մտնում է Մետաքսի ուղին։ Այդ ուղին փաստորեն Չինաստանը ամենակարճ ճանապարհներով կապելն է պատմական այդ Մետաքսի ուղու գոյություն ունեցած Մետաքսի ուղու օրինակով կապելն է արևմուտքին, այսպես ասենք, կամ Եվրոպային, կամ Հյուսիսին։ Եվ եթե չինական կողմը իրոք շահագրգռվի այս ծրագրով, ապա ես կարծում եմ, որ դրա իրականացումը կդառնա հստակ եւ շատ իրատեսական ու ռեալ, ֆինանսական առումով։ Այսինքն ֆինանսական ներդրումներ կատարելու տեսակետից եւս կարող է խնդիրներ չառաջանան, հաշվի առնելով Իրանի եւ Չինաստանի գործը։ Այո, իրանական կողմը պատրաստ է սկսել այդ 80 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը հայկական կողմի ստարտի պայմաններում, իսկ Չինաստանը ընդհանուր առմամբ նշված ծրագրին նախատեսում է հատկացնել 40 միլիարդ դոլար։ Միլիարդ։ Այո, 40 միլիարդ դոլար, որի շրջանակներում այդ իմ նշած 3-3.5 միլիարդը ամենևին էլ մեծ գումար չէ։ Այսինքն Չինաստանը փաստացի հայտարարություն կա, որ պատրաստ է ներդրում։ Կա տեղեկատվություն, որ իմ նշած այցի շրջանակներում չինական կողմի հետ քննարկվել է այդ հարցը։ Տեղեկատվությունը, եթե չեմ սխալվում, 3 հաստատեց նաև Հայաստանի տրանսպորտի նախարարը խորհրդարանում հարցին պատասխանելիս եւ ես կարծում եմ այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու դեպքում մենք կարող ենք ակնկալել որոշակի արդյունքներ։ Այսինքն այս երկաթգծի կառուցումը կարող ենք ասել, որ աշխարհաքաղաքական տեսակետից Հայաստանի կարգավիճակը 180 աստիճանով փոփոխության կենտարկի։ Նշանակորեն տեսեք, նույնիսկ փոփոխության կենթարկվի մեր հասարակական մտայնությունը, մեր աշխարհայացքը, համաձայն որի մենք Հայաստանը դիտարկում ենք որպես շրջապատված մի կղզի, որը գոյության, կյանքի եւ մահվան կռիվ է վարում մեր աշխարհայացքով ավանդական։ Այս դեպքում մենք ստանում ենք հնարավորություն ոչ միայն դուրս գալու այդ մտայնությունից, ոչ միայն թողնելու աշխարհայացքային այդ կարծրատիպը, այլ նաեւ հանդես գալու որպես կարևոր կապող օղակ իմ նշած խոշորագույն երկրների, կարևորագույն տարածաշրջանների միջև
Եվ այս իմաստով բնականաբար մեր ինքնազգացողությունն էլ, եթե մենք փոխվենք մի փոքր փոխադրվենք զգացական դաշտ, միանշանակորեն կարող է փոխվել։ Այսինքն գետոյական մտածելակերպից դուրս են գալու։ Ինչ որ առումով կղզիաբնակի մտածելակերպից մենք դուրս կգանք եւ եթե պատկերավոր արտահայտվելու լինենք, մենք մեզ կտեսնենք օվկիանոսի ափին բնակ։ Հետաքրքիր կլինի։ Խոսենք Իրանի նավահանգիստների հագեցվածության մասին, մենք Փոթիի, Բաթումի մասին կարծես թե ամեն ինչ գիտենք, այսինքն գործի բերումով, անհրաժեշտության բերումով անընդհատ առնչվում են, սակայն իրանական նավահանգիստների մասին շատ քչեր Հայաստանում ինչ-որ բան գիտեն։ Արդյոք իրանական նավահանգիստները պատրաստ են ապահովել համապատասխան քանակի ապրանքաշրջանառություն, ինչ վիճակում է այնտեղ նավահանգիստները տեխնիկական զինվածության, խորության եւ այլն։ Ինչ-որ տեղեկատվություն կա։ Էքսպերտային մակարդակով տնտեսագիտական գնահատական տալը ինձ համար դժվար կլինի, որովհետեւ մասնագետ չեմ, բայց ընդհանուր տեղեկատվության համաձայն Իրանը մի քանի խոշոր նավահանգիստներ ունի, այդ թվում ամենախոշորներից մեկը դա Բանդար Աբբասն է, պատմականորեն հայտնի նավահանգիստ եւ ներկայում էլ բավական ակտիվ գործող նավահանգիստ է եւ բնականաբար ես կարծում եմ, որ այս նախագծի շրջանակներում առաջին հերթին օգտագործվելու է հենց Բանդար Աբբասի ընձեռած հնարավորությունները, որտեղ այո երկաթգիծ հասնում է եւ բացի այդ, եթե նույնիսկ տեխնիկական վերազինման խնդիր առաջանա, ապա Իրանը ունի այդ միջոցները, ունի այդ հնարավորությունները եւ ես կարծում եմ նաեւ կունենա այդ կամքը համապատասխան կերպով վերազինելու, հարմարեցնելու իր ունեցած առկա հնարավորությունները նման ծրագրի համար եւ ընդհանուր առմամբ իրանական կողմն էլ շատ շահագրգիռ պետք է լինի այս ծրագրի իրականացմանը եւ ես կարծում եմ, որ ինչու, որովհետեւ տեսեք անընդհատ խոսվում է այլընտրանքային ուղիների մասին, բայց կա մի կարևոր կրվան, մի կարևոր գործոն, որը մենք կարող ենք անընդհատ օգտագործել, չնայած թանկությանը, չնայած դժվար իրականանալի աշխատանքներին պայմանավորված աշխարհագրական ռելիեֆով, այս ճանապարհը ամենակարճն է, դա մշտապես պետք է շեշտվի ըստ իս, մշտապես պետք է ներդրվի մեր հարևան երկրի որոշումներ կայացնող հատվածի մտայնության մեջ, եւ ես կարծում եմ, որ իրենք էլ շատ լավ պատկերացնում են, որ դա այդպես է։ Այսինքն Իրանի շահագրգռվածության մասին եք այստեղ դուք խոսում, ինչով պետք է շահագրգռված լինի։ Նախ կարճությամբ, երկրորդը քաղաքական նպատակահարմարությամբ մենք գիտենք, որ հաջորդ այլընտրանքային ուղին, Հայաստանին այլընտրանքային ուղին, դա Թուրքիան է եւ Ադրբեջանական Հանրապետությունն է։ Կարելի է խոսել այստեղ ընդհանուր մի խաղացողի մասին, թուրք-ադրբեջանական խաղացող պայմանականորեն, որի հետ իրանական կողմը պարբերաբար ունենում է հակասություններ, ունենում է պարբերաբար խնդիրներ եւ եթե մեզ համար կենսական անհրաժեշտություն է մեր ուղիները այլընտրանքով լրացնելը, մեր կապը աշխարհի հետ այլընտրանքով լրացնելը, ապա Իրանի պես տարածաշրջանային գերտերության համար առավել եւս նման այլընտրանքային ուղիների արկայությունը, հաղորդակցության ուղիների արկայությունը բնականաբար նույնպես կենսական անհրաժեշտություն է եւ իրանցիները դա շատ լավ հասկանում են։ Իրանը սրանով հայտնվում է Անդրկովկասում, կարելի է ասել։ Իրանը ոչ միայն Անդրկովկասով, եթե պայմանականորեն ասենք մենք հայտնվում ենք օվկիանոսի ափին, ապա Իրանը հայտնվում է Եվրոպայում։ Շատ հետաքրքիր եւ ռազմավարական տեսակետից ծրագիրը, այսպես մասնագիտական մակարդակով որ դիտարկվում է, փաստացի մեր մոտ այսպիսի մի մտածողություն է ամրագրված, որ մենք լավ կապրենք այն դեպքում, եթե Ղարաբաղի հարցը լուծվի եւ Թուրքիայի հետ սահմանը բացվի։ Ստացվում է, որ իրանական երկաթգծի գործարկման դեպքում կարծես թե որևէ կենսական անհրաժեշտություն չի առաջանում Թուրքիայի հետ սահմանը բացելու եւ ինչ-որ կոմպրոմիսների գնով Ղարաբաղի հարցը լուծելու։ Նաև այդ տեսանկյունից ամեն դեպքում տեսեք խնդիրը որն է, ուղղակի այդ շրջափակում, այդ քաղաքականությունը, որը իրականացնում են այս երկու երկրները, դառնում է անիմաստ։ Դրանից հետո նրանք դա կշարունակեն կամ չեն շարունակեն։ Դա մեզ որևէ կերպ զուտ կենսական առումով, ինչպես ճիշտ նշեցիք, պետք է շեշտել, այլևս մեզ համար նշանակություն չունի։ Այսինքն մենք ստանում ենք այն ելքը, որը մեզ անհրաժեշտ է մեր տնտեսությունը զարգացնելու համար, մեր մտայնությունը փոխելու համար, մեր աշխարհայացքը ավելի, այսպես ասած, բաց դարձնելու համար այս իմաստով։ Եվ դրանից հետո կոպիտ ասած Հայաստանի դիրքերը նաև զանազան տիպի բանակցային գործընթացներում ներառյալ նաև Արցախի բանակցային գործընթացը
կարող է լինել շատ դեպքերում նաև շատ կարծր, շատ կոշտ, համարժեք այն դիրքորոշմանը, որը հիմա դրսևորում է Ադրբեջանը, այսպես ասենք, հպարտանալով կամ ինչպես ընդունված է ժողովրդի խոսքում վեր թռնելով իր տարածաշրջանային զանազան ծրագրերով, որոնց մի մասը իմիջայլոց նույնպես տնտեսական արդյունավետության տեսանկյունից շատ կասկածելի է եւ ունի հիմնականում քաղաքական ուղղվածություն։ Այո, օրինակ Բաքու Կարս երկաթգիծը տնտեսական առումով նշում են, որ ոչ շահավետ է, սակայն կառուցվում է, որովհետեւ դրա միջոցով փաստորեն Ադրբեջանը եւ Թուրքիան կապվում են իրար առանց Հայաստանի միջնորդության, առանց Իրանի միջնորդության, Վրաստանը հայտնվում է այդ երկու պետություններից անմիջական կախման մեջ եւ այս տեսանկյունից նրանք չեն նայում այլևս տնտեսական շահավետության, այլ իրականացնում են կոնկրետ քաղաքական կամ աշխարհաքաղաքական ծրագիր իրենց գերակայությունը մեր տարածաշրջանում ապահովելու նպատակով։ Իդեպ որը կրկին բավականին թանկ նախագիծ էր, այդ երկաթգիծը $2 միլիարդ անցավ, եթե չեմ սխալվում։ Ըստ որում դրա, այսպես ասած, նշանակությունն էլ խիստ կասկածելի է, եթե Հայաստանը իրան երկաթուղու նշանակությունը նաև տնտեսական առումով եւ նաև աշխարհաքաղաքական իմաստով արդեն նշեցինք, ինչպիսի խոշոր կարևորություն ունի մեզ համար, ապա այս երկու երկրների համար դա առաջին հերթին աշխարհաքաղաքական ծրագիր է այդ երկաթուղային գիծը Ադրբեջանը Թուրքիային կապող, քան տնտեսական հարաբերությունների խնդիր։ Փորձենք ամփոփել, փաստացի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը հնարավորություն կտա հեռավոր արևելքից առաջին հերթին նաև Չինաստանից ամենակարճ ճանապարհով ապրանքաշրջանառություն իրականացնել Եվրոպայի հետ, որի առանցքում կլինի Հայաստան, այսինքն տրանսպորտային մայրուղիներից մեկը կհանդիսանա Հայաստան։ Դրանից կարճ ճանապարհ ըստ էության գոյություն չունի։ Մյուս այլընտրանքը Սուեզի ջրանցքով Ինչը որ ներկայում իրականացվում է, ծովային ճանապարհով իրականացվող ծրագիրն է, այստեղ կա իհարկե Միջին Ասիական, նաև այսպես ասած Միջին Ասիայի գործոնը, կրկին նույնպես Իրանի միջնորդությամբ եւ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ մենք ունենք այդ հնարավորությունը եւ մենք պետք է աշխատենք։ Միակ խնդիրը այստեղ փող ճարելն է, շատ բարդ խնդիր, բայց հնարավոր է։ Ցանկացած ֆինանսական համարժեք չի կարող հավասար լինել այն կարևորության, այն նշանակությունը, որը ունի այս երկաթուղին մեր կենսական շահերը ապահովելու տեսանկյունից։ Եվ ես կարծում եմ, որ առնվազն 10 միլիոնանոց հայությունն էլ պետք է շահագրգիռ լինի, որպեսզի մենք իրականացնենք այս ծրագիրը, եւ սա կարող է խոշոր նշանակություն ունենալ, կրկին նշեմ, ոչ միայն աշխարհաքաղաքական, ոչ միայն տնտեսական, այլ նաեւ մեր աշխարհայացքային ընկալումների հարցում։ Շնորհակալություն, հուսանք, որ գործում քայլեր կիրականացվեն հայկական կողմից նամանավանդ այս երկաթգծի կառուցումը իրականություն դարձնելու ուղղությամբ եւ սա չի դառնա, այսինքն արդեն դարել է 2008 թվականից խոսում այդ մասին, սակայն 7 տարի է ոչինչ չի արվում։ Սպասենք գործում քայլերի, քանի որ սա կենսական անհրաժեշտություն է։ Ես կարծում եմ, որ կլինեն այդպիսի գործում քայլեր եւ իմիջայլոց որոշակի քայլեր արդեն իսկ արվել են։ Հուսանք։ Շնորհակալություն, նշեցնեմ, որ այսօր ես հյուրընկալել եմ իրանագետ Վարդան Ոսկանյանին, կհանդիպենք։